Սյունիքում ստեղծված իրավիճակը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ եւ կարեւոր է համարում շուտապույտ հանգուցալուծումն, այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության նախագահի տարածած հայտարարության մեջ։ Հրատապ եւ անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը եւ անվտանգությունը։ Նախագահը եւ նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ, տեղեկատվություն է ստացվում նաեւ անմիջապես Սյունիքի մարզից։ Նախագահի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է եւ պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության, ինչպես նաեւ միջազգային արձագանքի։ Իրավիճակի հետագա սրման տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, ասված է հայտարարության մեջ։ Հայաստանը պաշտոնապես դիմելու է ՀԱՊԿ-ին, այս մասին անվտանգության խորհրդի հրավիրված նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատարին, անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարել է, որ միջոցներ ձեռնարկեն եւ դիմեն հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների ուղղությամբ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի եւ արտգործնախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը։ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը եւ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն կոլեկտիվ անվտանգության պայմանագրով ու ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված քայլեր, ասվում է կազմակերպության հաղորդագրությունում։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը կրկին սահմանների ճշգրտման հիմնավորմամբ հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, փորձելով դիրքային առաջխաղացումը ապահովել Վարդենիսի եւ Սիսիանի սահմանային հատվածներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել պաշտպանության նախարարությունը։ Երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու եւ իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ Պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները եւ անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր եւ ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից, ասված է հաղորդագրության մեջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է ՄԱԿ-ի կողմից Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու վերաբերյալ հարցին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու մասին հարցին, ընդգծել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ։ Նա հավելել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Գազայի հատվածում իշխող Համաս շարժման Ալ-Քասամ բրիգադներ ռազմական թևը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել հարվածներն Իսրայելին, նույնիսկ Երուսաղեմի հարցում կարմիր գծեր չկան։ Մենք հարվածներ ենք հասցրել Թել Ավիվին, Երուսաղեմին, Դիմոնին եւ այլ քաղաքներին եւ մենք դեռ բան ունենք առաջարկելու այս կռվում, եթե գործը վերաբերում է Երուսաղեմին եւ Ալ-Աքսա մզկիթին, ապա կարմիր գծեր չկան եւ Թել Ավիվը գնդակոծելը մեզ համար նման է մեկ բաժակ ջուր խմելուն։ Ուղիղ եթերում ասել է բրիգադների ներկայացուցիչ Աբու Ուբույդան։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ Մանչեսթեր Սիթի Չելսի հանդիպումը տեղափոխվել է Պորտուգալիայի Պորտու քաղաքի Դրագիո մարզադաշտ, ասվում է UEFA-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Սկզբնապես հանդիպումը պետք է կայանար Ստամբուլի Թուրքիա Աթաթուրք մարզադաշտում։